Պարոն Փաշինյան, որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ հոգևորականների դեմ այս պայքարը բերելու է բախումների քաղաքացիական պատերազմի, արդյոք դուք բացառում եք նման սցենարը եւ Գարեգին երկրորդին ինչպես եք հեռացնելու, հնարավոր է որ իրավապահները նույն կերպ ասենք եկեղեցի մտնեն։ Գիտեք, ես անհեթեթ եմ համարում բախումների մասին խոսակցություն, անհեթեթ եմ համարում։ Գիտեք, 2000 ժողովուրդ ջան, ախր հիմա հետ գամ միկրոֆոնները շատ լավ ներողություն, դա կատարյալ անհեթեթություն եմ համարում։ Գիտեք, մենք 2018 թվականին Հայաստանում հեղափոխություն ենք իրականացրել եւ ըստ էության բախումներ չեն եղել։ Հիմա մենք հոգևոր, բացառապես հոգևոր խնդիր ենք առաջ քաշում եւ այդ հոգևոր խնդիրը իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր, քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների եւ քայլերի վրա։ Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտը ինքը կմերժի եւ ես ուզում էի ձեզ ցույց տալ, ես այսօր կռահելով ես ձեզ բերել եմ ապացույց, չէ, ապացույց։ Ես ձեզ բերել եմ այն մյուս գիրքն, այս գիրքը տեսեք, հա։ Մայրա Թոր Սուրբ Էջմիածին համաբարբար կանոնագիր հայոց։ Այս եւ ահա այս գրքերի մեջ է սահմանված սրանք հայ առաքելական եկեղեցու դարերով այս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356 թվականից Աշտիշատի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը, ես գիտեք, որ կաթողիկոսը նույնպես եպիսկոպոս է, կարգալույծ է արվում։ Նրանք չեն կարող ընդհանրապես խորանին մոտենալ, նրանք չեն կարող հաղորդակից լինել հայ առաքելական եկեղեցու սրբություններին եւ դա ոչ թե ես եմ ասում, դա սահմանված է մեր նախնիների սուրբ ավանդով, պատգամով եւ կանոններով։ Այստեղ ահագին բառեր կան իմիջայլոց, ես կարդացել եմ, ահագին բառեր կան, ես հիմա չէ հումոր չեմ ասում։ Նոր բառեր էլ կան, ձեզ ծանոթ բառեր էլ կան, անծանոթ բառեր էլ կան, բայց այսօր չեմ կարծում, թե մենք գիտեք ինչ, ես առավոտյան շատ վաղ եմ արթնանում եւ ամեն օր գոնե 1.5 ժամ նվիրում եմ ընթերցանությանը։ Եկեղեցու, գիտեք ինչ, վերջին շրջանում, վերջին ամիսներին հիմնականում հայ ժողովրդի պատմությանը, մեր եկեղեցու պատմությանը, մեր եկեղեցու ավանդներին, մեր եկեղեցու կանոններին, սուրբ գրյան ընթերցումներին եւ այլն եւ այդպես շարունակ։